Տիկին Նայան, թույլ տվեք ձեր բերած պատասխանները հետ ոչ մեկի չհամաձայնել հետևյալ հիմնավորմամբ։ 7 տարի մարդ բժշկական ինստիտուտը ավարտում, համալսարան ավարտում, պլյուս դրան արդինատուրա, նեղ մասնագիտական կրթություններ, վերապատրաստումներ, հիմա ես ասեմ դուք այդ ինստիտուտը կասկածի տակ եք դնում։ Ստեղ ձեր ընտրվելու դեպքում դա այն ոլորտն է, որտեղ պահանջվելու է շատ խիստ նեղ մասնագիտական խնդիրներ, հիմա դուք բերել եք, ասում եք կրթությունը կան ոլորտներ, այստանից կարևոր ոլորտ որն է առողջապահությունից, մարդու կյանքի հետ գործ ունենք։ Եվ դուք հիմա այս պահին կասկածի տակ եք դնում այն բժշկական բժիշկներին պրոֆեսիոնալ, որոնք տարիներով սովորել են եւ նեղ մասնագիտական կամ պրոֆեսիոնալ կրթություն աշխատանք են ձեռք բերել։ Դա թողենք, դա ժամանակը ցույց կտա։ Ասում եք խթանելը տարածքային կառավարման, դա առողջապահության նախարարության սուրբ գործն է, որպեսզի խթանի տեղերում կարողանա իր նեղ մասնագետներին կամ օրինակ բերեմ օրինակ Վարդենիսի տարածաշրջանի հիվանդանոցը անեստեզիոլոգ չունի։ Տեղյակ եք։ Պետք է Մարտունուց կամ Գավառից անեստեզիա ավարտում են պարոն Արշակյան։ Գնա որպեսզի նեղ մասնագիտական բուժում բանան։ Ասում եք նախագծին ծանոթ չեմ։ Դուք այդ ազնաժողովի անդամ եք եղել, այդ ազնավը պետք է դուք կարդացած եւ պատրաստված գայիք, որպեսզի մեր հարցերը ուղիղ հարցերին կարողանայիք պատասխանել։ Վարդենիսի հիվանդանոցը չունի պաթանոլոգիական լաբորատորիա դերձարա, որտեղ բերում է մարտինում է երձում անում։ Ինչպես եք պատկերացնում այդ խնդիրները, սրանք համակարգային խնդիրներ են, ոչ թե հեռանկարային առողջապահական ապահովագրություն, տեղորայքի շուկա, չգիտեմ ինչ։ Այս հարցերին պետք է դուք պատասխանեք, որ մենք հասկանանք։ Հասկանալի է, կարծում եմ պատասխանում է, բայց պատասխանը ձեր հարցը։ Իսկ ինչ խնդիր կա, որ Վարդենիսից հիվանդին ներողություն հանգուցյալին տանում են Մարտունու դիահերձարանում հերձելու։ Եվ ուզում եմ հասկանամ ինչ խնդիր կա այդտեղ։ Այսինքն ուզում եք ասեք, որ ձեր տան կողքը դիահերձարան կա, որ Աստված ոչ անի, ձեր շենքից մեկը մահանում է, միանգամից տեղից հանում եք, մտցնում եք դիահերձարան, ինչ որ մի ճանապարհ չեք գնում հասնելու դիահերձարան։ Պարոն Ղազարյան, 70 կիլոմետր, Հայաստանի Հանրապետությունը այնքան մեծ չի, որ մարդիկ 70 կիլոմետր չկարողանան գնան ինչ որ միտեղ հասնելու համար։ Եվ ընդհանրապես ով ասեց, որ պետքա ամեն ինչ որ տեղ մի հատ բժշկական հաստատություն լինի, ինչ որ բան անելու, ինչ որ ակետից բեկետ հասնելու համար։ Տրանսպորտ գոյություն ունի ավտոմեքենաներ, չգիտեմ, ամեն հնարավոր հնարավորությունները կա, որ մարդկանց կարողանան գնան եւ այլն իրենց հարցերը լուծեն մարզպետ։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ մարզպետարանը պետքա լինի ամենտեղ։ Եթե մարդ մարզպետարանի հետ գործ ունենա, պիտի չգնա մարզպետ բանում, պետքա մի հատ Վարդենիսում մարզպետարան բացեն, որ չհասնի Մարտունի։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ կարգը պահպանել եւ տեղից հարցեր չտալ։